Բարի երեկո, սիրելի եթերում հայկական ուրբաթն է, մենք այսօր, այսպես ասած, մտնում ենք արտահերթ, որովհետև դուք գիտեք, այսօր ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ցեղասպանությունը ընդհանրապես մեր կյանքում փոխեց ամեն ինչ։ Այն փոխեց մեր ինքնագիտակցությունը, փոխեց մեր էությունը, փոխեց քաղաքականությունը, ազդեց քաղաքականության վրա, տնտեսության վրա, աշխարհագրության վրա եւ մեր ազգային ինքնագիտակցության վրա։ Ցեղասպանությունը նաև շատ ծանր երկընտրանքի առաջ մեզ կանգնեցրեց։ Մի կողմից մենք չենք կարող մոռանալ այդ արհավիրքը, մենք պետք է միշտ պահանջենք, որպեսզի այն արդարացի լուծում ստանա, մյուս կողմից մենք հասկանում ենք, որ չենք կարող հավերժ եւ 22-րդ դար գնալ այս խնդիրը չլուծելով։ Ինչ է նշանակում այս պարագայում ցեղասպանության հարցի արդարացի լուծում։ Ես ենթադրում եմ, որ այստեղ տարբերակները շատ չեն։ Առաջինը կարծում եմ, որ նաև որ Թուրքիան պետք է մեզանից ներողություն խնդրի եւ ճանաչի ցեղասպանությունը, երկրորդը Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը եւ ֆինանսական փոխհատուցում մեզ տա, եւ երրորդը Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ներողություն խնդրի, մեզ ֆինանսական փոխհատուցում տա եւ հետ վերադարձնի այն հողերը, որ գրավեց այդ ամենի արդյունքում եւ ընդհանրապես պատմության ընթացքում մեզանից։ Այս երեք տարբերակները մենք այսօր կքննարկենք, կփորձենք գտնել մեկ հարցի պատասխան։ Ինչ է նշանակում ցեղասպանության հարցի արդարացի լուծում։ Մեր տաղավարում շատ հայտնի մարդիկ կան, մենք կհրավիրենք նրանց մոտ եւ կփորձենք հերթով լսել նրանց կարծիքը։ Խնդրեմ պարոն Եսայան, խնդրեմ։ Այսպես, պարոն Եսայան, մեկ հարցի պատասխան։ Ինչ է նշանակում ցեղասպանության հարցի արդար լուծում։ Թուրքերը մեզանից ներողություն են խնդրում եւ ճանաչում են, թուրքերը ներողություն են խնդրում, ճանաչում են եւ ֆինանսական փոխհատուցում են տալիս եւ թուրքերը մեզ հետ են վերադարձնում նաեւ հողերը, խնդրեմ։ Բոլորը։ Միանշանակ բոլորը։ Սակայն դա նաեւ չի նշանակում, որ մենք չպետք է մտածենք այսօր հարաբերություններ ստեղծելու մասին։ Ես ընդամենը մի քանի օր առաջ դիտեցի նախընտրական որոշ տեսահոլովակներ, որտեղ ասվում էր իհարկե պետք է զիջումներ լինեն։ Զիջումները մեր կողմից կարող են լինել միայն այն, որ մենք հրաժարվենք նախապայմանից, ճանաչումից, այս պահին ճանաչումից հրաժարվենք եւ հարաբերությունների գնանք առանց այդ նախապայմանի։ Իմ կարծիքով նախապայմանը մեր կողմից այդ էր, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, ներողություն խնդրի եւ այդ պայմաններում մենք պետք է գնայինք բանակցությունների, հարաբերությունների կարգավորման, բայց նկատի ունենալով, որ այնուամենայնիվ որոշակի հարաբերություններ պետք է լինեն, մենք այս պահանջը այս պահին կարող ենք հետ քաշել եւ սա կարող է լինել միայն փոխզիջումը։ Այսինքն կարելի ասել, պարոն Եսայան, որ նույնիսկ այս պարագայում մենք հարցը լուծված չենք համարում։ Մինչև Թուրքիան, նույնիսկ եթե նրանք ներողություն խնդրեն, սահմանը բացեն եւ այլն։ Բնականաբար։ Մինչև հողերը մերը չլինեն, այս հարցը մնում է բաց։ Բնականաբար, ես որպես հայ մարդ, որպես հայ-հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ գտնում եմ նաև կենցաղային, եթե իրավիճակի բերենք, հարևանը սպանել է քո ընտանիքին, գրավել է քո բնակարանի մեծ մասը, եւ հիմա ասում է դե գիտես ինչ կա։ Դե դու ապրում ես այն փոքր սենյակում։ Շարունակի ապրել այդ փոքր սենյակում, արի մենք իրար հետ լավ հարևանություն անենք։ Դուք կանեիք, բայց կան այստեղ մարդիկ, ովքեր իրենց հարազատներին չեն կորցրել։ Ես օրինակ կորցրել եմ իմ հարազատներին եւ վստահ եմ այստեղ ցանկացած մարդ, որ ներկա է, կորցրել է իր հարազատներին այդ ցեղասպանության ընթացքում։ Լինի դա սփյուռքահայ, թե լինի այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պարոն Եսայան, իմ տատս հորական տատս Վանից էր, բայց հարցը դրա մեջ չի։ Մենք երկրացի ենք։ Տեսեք, այդ ձեր նկարագրած դեպքը ունի պատմական վաղեմության ինչ որ տրամաբանություն։ Չեն կարող մենք Պետրոս ցեղասպանությունը պատմական վաղեմության տրամաբանություն չի ճանաչում։ Եթե խախտվել են քո ազգի իրավունքը, քո ազգը ցեղասպանության է ենթարկվել, վտարվել է իր հայրենիքից, դա վաղեմության ժամկետ չունի, չի ճանաչում եւ որևէ մեկը, որևէ հայ մարդ չի կարող ասել, որ քանի որ դա եղել է 100 տարի առաջ, լավ եկեք մոռանանք, ինչ է։ Խոսքը մոռանալու մասին չի, խոսքը հողերի մասին է։ Այսինքն մինչև վերջի հողը մեզ չվերադարձվի, վերջի հող ասելով, եկեք հստակ լինենք։ Իրենց գրաված վերջի հողը։ Վիլսոնի գծած սահմանով տարածքը։ Բայ, այս հարցը լուծված համարել չի կարող։ Այո, վերջնական լուծում ստացած համարել չի կարող։ Դե տեսակետը պարզ է, ես ցանկանում եմ հրավիրել պարոն Բլեյանին, խնդրեմ պարոն Բլեյան։
Պամբլյան, եւ խնդրեմ միկրոֆոն, ուրեմն կա 2-3 տարբերակ։ Թուրքերը մեզանից ներողություն են խնդրում պարզապես, ճանաչում են ցեղասպանությունը։ Երկրորդը դրամական փոխհատուցում եւ երրորդը ինչպես Պանիսյան կհասցնեք, եկեք։ Եվ երրորդը նրանք մեր հողերը մինչև վերջ պետք է տան։ Որն է կոչվում արդարացի լուծում։ Անընդհատ թվում է թե մենք այստեղ որ խոսում ենք, մեզ լսում են, աշխարհը լսում է իբր։ Իրականում այդ հարցի քննարկումը, լուծումը մենք չենք էլ սկսել, որտեղ սկսել նշանակում է ապրել միասին։ Մենք թուրքերի հետ այսօր որպես հարևաններ չենք ապրում պարզապես։ Բայց նախիվարժ մենք պետք է որոշենք ինչ ենք ուզում մենք նրանցից։ Մենք որոշել ենք արդեն, որովհետև երբ որ 91 թվականին հռչակում էինք քաղաքական անկախությունը, մենք ձեռք ենք բերում իրավունք, լծակներ, գործիքներ, պատասխանատվություն, հնարավորություն որպես հավաքական արդեն չէ հանդես գալու եւ գիտեինք ունենք հարևան պետություն, Թուրքիայի հանրապետություն եւ գիտեինք որ դառնալով միավորված ազգերի կազմակերպության անդամ, Եվրոպայի խորհրդի անդամ, ԵՀԿ-ի անդամ եւ այլն, փաստորեն մտնում ենք հարաբերությունների մեջ մեր հարևանների հետ եւ պետք է կարողանանք միասին ապրելով այս սերունդը արդեն որ հռչակեց հանրապետությունը ցույց տա իր ընդունակությունը որ ինքը կարող է այդ բարդ խնդիրները լուծել, որովհետև ցանկությունները մենք դրանով չենք ոչ միայն չենք զբաղված։ Տեսեք, մենք հիմա որ փորձենք հասկանալ, մենք կանք Թուրքիայի հանրապետությունում որպես ներկայություն, մենք չկանք, եթե մեր ներկայությունը այդ 1, 2, 3 միլիոն դոլար չէ ընդհանուր արտահանումն է, այսինքն մենք ինչ ենք արտահանում, թուրքը, ասենք մոտավորապես այսօրվա թուրքը 80 միլիոնանոց թուրքը, հա, անիծվի հասկանալի է, բայց կա այդ 80 միլիոնոց թուրքը։ Ոնց է իմանում, որ Հայաստան կա, հայ կա այսօր, այս 20 տարում այդ 1 միլիոն դոլարը, որ բաժանես ծառայության ապրանքի ձևով, ինքը չի իմանում։ Տեսեք, մենք իմանում ենք, ամեն օր իմ ու ձեր կյանքում ինքը կա, մեր հագուստի մեջ կա, ինքը մեր շինարարության ամեն օր ինքը անընդհատ կա, մեր մտածողության մեջ կա, մենք անգամ չենք ազատվել։ Մենք այդ ցեղասպանվածի, այդ զոհի կեցվածքից մենք չենք ազատվել։ Թվում է թե այն սերունդը որ կա, այդ սերունդը տեղափոխվել է այսօր Հայաստան ինքն է ապրում, մենք չենք ապրում։ Պամբլյան, իմ հարցը հետևաբար սա է։ Որն է նշանակում հարցի լուծումը։ Ես ես ասացի, հարցի լուծումը մեթոդն է։ Սկսել միասին երկու սերունդ, այսօր իմ սերունդը, իմ երեխաների սերունդը, իմ արդեն թոռների սերունդը, որ մի քիչ ուշացնենք, միասին սկսում ենք քննարկել։ Ես ասում, որ բաղակայում մենք ասում հարցը լուծվել։ Ես ձեզ ասեցի, չզրկելով կամ այս ապրող սերունդի հաշվին դա չպետք է լինի, որովհետև մենք ուզում ենք այս սերունդն էլ չապրի, այս սերունդն էլ մխտրվի, այս սերունդը իր գործը չանի, 30,000 քառակուսի կիլոմետրանոց հայրենիքը չշենացնի, չմշակի, չուժեղանա, չզորանա, չարտահանի։ Պայեսյանը շատ կոնկրետ մոդուլ առաջարկեց։ Կտան խնդրեն ներողություն, այդ ցանկությունն է, որից հետո չերևում ինչ պիտի անես, գնացնում պարկես քնես, այդ ես հասկացանք, այդ 20, 30, 50, այդ խորհրդային տարիներում էլ էր այդ ցանկությունը, այդ երկերի ձևով, չգիտեմ առասպելի, հայույանքի, թուրքայելու, այդ բոլորը կար, եկել է արդեն նոր իրականություն, երբ որ ես ու դու պետքա դրսևորենք մեր տաղանդը, մեր ազատ, ստեղծագործ, հա Եվ նվաճելով, ինձ այսօր իդեպ մի հարցազրույց էի պատասխանում, դուք ասում եք առանց սահմանների Հայաստանի, ես ասում եմ այո, առանց սահմանների են առումով, որ Հայաստանի համար իմ ու ձեր առաջ բացվել են բոլոր սահմանները, ծառայությունների, ապրանքների, մարդկանց տեղաշարժի մյուսի, բայց այսօր մնացել է միայն տեղաշարժը, այն էլ արտագաղթի ձևով, մեր ապրանքը, մեր ծառայությունը չի շարժվում աշխարհում։ Դուք հասկացաք, պարոն Բլյանը, Ես ասում եմ նվաճենք Թուրքիան մեր ծառայություններով, մեր ապրանքներով, որ տեսակետն է պաշտպանում։ Ռեալ պոլիտիկի կողմնակից է պարոն Բլեյանը, իմ կարծիքով իհարկե Աշոտ կներեք, քանի որ կա ժողովուրդ, 3 միլիոն ապրում է Հայաստանի Հանրապետությունում, պետք է ապրի հնարավորինս լավ, իսկ դրա համար պետք է սահմանը փակ չլինի, մենք պետք է զարգանանք, տնտեսություն զարգացնենք, տնտեսական ճանապարհով փորձենք նվաճել 80 միլիոնանոց Թուրքիան եւ այլն։ Ուղղակի հարցը այստեղ մեկն է։ Եթե մենք սա համարում ենք առասպել, լրիվ սխալ մեկնաբանեցիք։ Ես ասեցի մենք պետք է ապրենք, թույլ տվեց խոսել դուք որևէ ձևով Պետրոսը չհասկացավ ինչ եք ուզում։ Իմ հարցին, երբ ենք մենք ասում, որ ցեղասպանության հարցը արդարացի լուծում է գտել։ Ես ասեցի։ Երբ որ Թուրքիա իմ
Իմ տարբերակներից մեկ ընտրեք։ Երբ որ Թուրքիան ներողություն են խնդրում։ Ոչ, երբ որ մենք կունենանք անընդհատ մեծացող ներկայություն ժամանակակից Թուրքիայում։ Եվ այդ անընդհատ մեծացող ներկայության ընթացքում մենք կազատվենք այդ ցեղասպանվածից եւ կվերցնենք այնքան ինչքան կարող ենք։ Այսինքն ինչքան կարող ենք առանց մեզ զրկելու մեր սերնդին ապրելու այդքան կվերցնենք։ Իսկ հիմա այս պարագայում ես անի ասած նպատակները նորմալ են։ Այն մենք ունենք ինչ որ ունենք։ Ես չեմ հասկանում, գիտեք, երբ որ դուք ուզում եք մարդուն մի բան կտակեք, հա, որ հետո զրկեք մարդուն ապրելուց, ընդհանրապես դատապարտում եք այդ մարդուն։ Ինձ հայրը, իմ հայրը օրինակ, նման մենք էլ ենք դեպ գաղթել այդ կորուստները ինչ որ ասացիք, բայց այդպիսի падգամ ինչ չի փոխանցել։ Ուրիշ падգամ է։ Այս մոտեցումը մեզ կորտանում է տանում։ Այդ մոտեցում չի, այդ ոչ մի տեղ էլ չի տանում։ Այդ այնա ինչ որ 21 տարում ունեք։ Ինչ որ 70 տարում ունեցել եք, պլյուս 21 տարի այդ կունենաք։ Իսկ ինչ ունենք։ Ես կարող եմ ուղղակի օրինակը բերել, այո, օրինակը բերել։ Այս մոտեցումը ինձ շատ կզարմացներ 87 թվականին, երբ որ նույն բանը կարելի էր ասել Արցախի մասին։ Երբ որ Արցախը Հայաստանի մաս չէր, նույն ձևով կարող էինք ասել, ինչ է որ Ադրբեջանի հետ լավ ապրենք, իմիջիալոց այդ մոտեցումը կա նաև այսօր։ Փաթեթային լուծում, ապահով ապրող Արցախցին, Արցախի հողին եւ այլն եւ այլն։ Բայց այն ժամանակ չէր լինի Արցախյան շարժումը, չէր լինի ազատագրված Արցախը, չէր լինի այն հերոսական սերունդը, որը հետ բերեց Արցախը։ Ուրեմն այդ հավատով էր նաև այդ նպատակով տեսլականով։ Լոգիկան շատ պարզ է, եթե մեզ հաջողվել է ազատագրել Արցախը, ինչու ոչ Ջավախքը, ինչու ոչ Արևմտյան Հայաստանի հողերը, ինչու ոչ։ Մեզ հաջողվել է։ Ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ Պետրոս ընդհանրապես, ես ոչ Վիլսոնի հանրապետության, գծած հանրապետության քաղաքացին եմ։ Հա, ոչ այն ծովից ծովի քաղաքացին եմ։ Ես ուզում եմ իմ պատասխանատվությունը ճշտեմ։ Ես իրական Հայաստանի քաղաքացի եմ եւ իրական Հայաստանի իշխանություն եմ եղել կամ կլինեմ, անպայման կլինեմ, չէ՞։ Ուրեմն նշանակում է ես պատասխան եմ տալիս այս իրական Հայաստանի, այսօրվա Հայաստանի, այսօրվա սերնդի, այսօրվա խնդիրների։ Այդ լուծումների ես չգիտեմ։ Ինքը սկսեց Վիլսոնից գնաց ուր ես չգիտեմ։ Ես խոսեցի այսօրվա Հայաստանի, եւ որպես այսօրվա իրական Հայաստան շոշափելի, որտեղ հայրենիք պետություն ծննդավայր, իմ դեպքում ծննդավայր պետություն հայրենիք, դրանք նույն բանն են։ Դրանք Հայաստանի Հանրապետությունն է։ Այդ շատ շոշափելի է, շատ իրական է, շատ մանրակրկիտ է։ Չգիտեմ որտեղ են։ Ես ամենայն դեպս գիտեմ հիմա որտեղ են, որտեղ էր Արցախցին 88 թվականի փետրվարի 14-ին։ Հիմա ուրիշ թեմա է։ Չէ, ուրիշ չի, ուրիշ չի։ Ես տարբերում եմ Թուրքին Ադրբեջանից, ինչպես նա։ Պարոն Սարգսյան, ձեզ հրավիրում եմ այդ պարոնի հետ ես վիճեմ։ Պարոն Սարգսյան, խնդրեմ։ Ես դա չեմ վիճում։ Ես չեմ ասում դուք վիճեք, դուք կարծիք հայտնեք։ Պարոն Սաֆարը, խնդրեմ։ Պարոն Բլյանի հետ ինչ-որ պրոբլեմ դուք ունեք։ Պրոբլեմը իր մտքի մեջ է, որ միշտ տկար ա եղել, համեցեք։ Խնդրում չվիրավորել, խնդրում չվիրավորել։ Դուրս կգամ։ Խնդրում չվիրավորել։ Մենք ուղիղ եթերում եմ, խնդրում չվիրավորել։ Թուրքերի հետ հարց լուծողից տեսեք։ Խնդրում չվիրավորել։ Դուք սովորական կիրթ հարաբերություններ չեք կարող հաստատել այսօր։ Այսօր Պարոն Սարգսյան, այսօր այդ օրը չի, պարոն Բլյան, այսօր այդ օրը չի։ Այդ օրը չի, ուրեմն ստեղ չպիտի։ Այսօր այդ օրը չի, հարգենք իրար գոնե այս օրը, պարոն Սարգսյան։ Լսենք իրար։ Խնդրեմ, լսում ենք իրար, պարոն։ Պարոն Սարգսյան, լսում ենք իրար։ Լավ, թեմայից եկեք շեղվենք։ Թեմայի մեջ ենք, շեղվեցինք, շատ իրական Հայաստանն է։ Հայաստան-Թուրքիա։ Սա հարց է, որ բոլորին էլ մտահոգում է։ Հարևան է Թուրքիան, այսպես ճակատագրով ասենք, թե պատմականորեն ձևավորված հարևան է։ Մենք ունենք խնդիրներ Թուրքիայի հետ։ Որևէ մեկը, որևէ մի նորմալ հայ չի կարող այդ խնդիրները չընդունել։ Եվ որևէ մի նորմալ կուսակցություն չի կարող իր ծրագրային դրույթներում պահանջատիրության մասին դրույթ չունենա։ Այդպեսին մենք էլ ունենք եւ բնականաբար մենք նույնպես պայքարում ենք մեր ուժերի ներածին չափ, որպեսզի հնարավորինս արդարացի լուծվի մեր ժողովրդի դարավոր երազանք, այն պատմական ծանր հիշողությունը, որ մենք ունենք, կրում ենք, երբեմն այդ հիշողությունը մեզ հնարավորություն չի տալիս առաջ գնալ, ասենք ավելի մեծ թափով, եւ այդ հիշողությունը այսօր նաեւ մեզ կաշկանդում է։ Ուրեմն մենք գտնում ենք, որ այո, Թուրքիայի հետ բանակցությունները պիտի շարունակվեն։
մենք տնտեսական հարաբերություններ Թուրքիայի հետ պիտի ձևավորենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք այն, ինչ տեղի է ունեցել։ Ուրեմն, հարցը այսպեսին է, որ պարագայում մենք ցեղասպանության հարցը համարում արդարացի լուծված։ Ուրեմն պետք է առաջի հերթին Թուրքիան ճանաչի, որ ինքը ցեղասպանություն է արել, 1. Երկրորդը, ինքը պետք է առանց նախապայմանների կապված Արցախի հետ ինքը դիվանագիտական հարաբերություններ ցանկանա մեզ հետ հաստատել։ Եվ երրորդը պարիտետային համարժեք տնտեսական հարաբերություններ հաստատվեն։ Այսօր մեր առևտրատնտեսական հարաբերությունները չերես Վրաստանը կայանում եւ մենք 240 միլիոն դոլարի թուրքական ապրանք ենք բերում 500 հողերի հարցը էսպես է, նախ պետք է գնալ նրան, որ արևելյան Հայաստանի մաս հանդիսացող Ղարսի եւ Սուրմալուի մարզը պետք է դրանք վերադարձվեն Հայաստան առաջի։ Այո, ես կարծում եմ, որ արդարացի կլինի այս խնդիրը այսպես լուծելը։ Սա միջազգային հանրությունը նույնպես սրա վրա պետք է որոշակի ճնշում գործադրի, որովհետեւ արևելյան Հայաստանի մաս հանդիսացող այդ տարածքները երբեք չեն եղել արևմտյան Հայաստանի մեջ։ Շատ կարճ բան Շատ կարճ ասում եմ մի հատ էլ Կթանկով Սիմոն ջան, մի հատ էլ Կթանկով Սիմոն ջան, այդ տերն ու ծառայի պատմությունը հիշում եք։ Մենք ուրիշ բանից ենք խոսում, Պետրոս ջան։ Այդ ինչ որ ասում եք, արդեն խոսում եք քրդերի, այնտեղ որտեղ քանի միլիոն քուրդ է ապրում, ուրիշ բաներից եք խոսում։ Ես խոսում եմ այս իմ սերնդի պատասխանատվությունից։ Ես խոսում եմ նորից եմ կրկնում իրական Հայաստանը։ Պարոն Սաֆարյանը ում սերունդն է ներկայացնում։ Շատ լավ, ես էլ սպասեք, մենք մի սերունդ ենք, մենք մի ժամանակի մեջ կարծես ապրում ենք, բայց նույն գործը չենք անում, եւ դրա համար էլ 20 տարի այս երկրում շատ քիչ բան է փոխվել։ Շատ པարզ պատճառով, որ այդ գործը չի արվում։ Երկրագործ չենք, ընդամենը մենք թուրքերի հետ, որպես փաստացի գոյություն ունեցող, մենք սկսենք իրար հետ ապրել, իրար հետ գործել։ Բոլոր խնդիրները ժամանակին առաջանալու են, դրվելու են, քննարկվելու են, լուծելու են, յուրաքանչյուր խնդիր, բարդ խնդիրը, եւ այսօր անգամ դժվար է ասել, թե ինձնից հետո եկող սերունդը ոնց է գնելու, ոնց է լուծելու։ Ես ասում եմ, մենք պիտի սովորենք սկսել ապրել ու լուծել այդ խնդիրը։ Ոչ թե խոսել այդ մասին։ Շնորհակալություն, պարոն Բլյան։ Պարոն Սաֆարյան, ձեր տեսակետը ինչպիսին է։ Շնորհակալություն։ Ես արդարացի լուծում։ Երկու բան եմ ուզում ասել, շատ երկար տարիներ մենք դες կհրավիրենք, համբերեք, հարգանքով վերաբերվում եմ բոլոր ներկաներին եւ զգուշացնում եմ երկու բանի դեմ։ Առաջինը 1918 թվականի Փարիզի կոնֆերանսից սկսած հայությունը անընդհատ փորձեր է անում ձևակերպելու իր պատմական պահանջը Թուրքիայից, Օսմանյան կայսրությունից, իսկ հետո Թուրքիայի հանրապետությունից, եւ այդ փնտրտուքը դեռևս չի կարելի համարել ավարտված։ Դժվար է ասել, որ հայությունը ունի հավաքական ձևակերպված եզրակացություն իր պահանջի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այդ քննարկումները դեռ առջևում են եւ դրանց ամենայն հարգանքով վերաբերվելով այս աուդիտորիան չի որոշելու։ Սա համահայկական խնդիր է եւ համահայկական քննարկում է։ Այսինքն դուրս է գալիս մենք Թուրքիայից ուզում ենք ինչ-որ բան։ Մի րոպե, հարց ավարտեմ։ Այսինքն մենք Թուրքիայից ուզում ենք, սակայն դեռևս չենք ձևակերպել թե ինչ ենք ուզում։ Հիմա ես կասեմ այդ կապակցությամբ եւ երկրորդ բանը ուզում եմ զգուշացնել, որ սա այն գայթակղությունն է, որը կարող է հայրենիքի հայությունը թշնամանքի եւ անցանկալի հարաբերության մեջ դնել մեր ժողովրդի մեծ մաս կազմող սփյուռքի հայության հետ։ Սա Թուրքիայի ուզածն է, Թուրքիերի ուզածն է, գցել պարակտում հայության մեջ, հարկադրել հայրենիքի ցանկությունը սփյուռքի հայությանը եւ փորձել այդտեղ խախտալ ուրանալով հայոց ցեղասպանության փաստը։ Սա անթույլատրելի բան է եւ սրա դեմ չի կարելի գնալ։ Ինչ կարելի է անել այս պայմաններում։ Ինչ կարելի է իմ հարցին, պարոն Սաֆարյան, ինչ է նշանակում արդարացի լուծում ըստ ձեզ։ Արդարացի լուծում ըստ իս նվազագույնը դա միջազգային օրենքների հիման վրա Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության փաստի անժխտելի փաստի ընդունումն ու ճանաչումն է եւ ցեղասպանության բոլոր զոհերին կոմպենսացիաների հատկացումը։ Ինչ կոմպենսացիաներ են դրանք, ինչ չափով են ընթանալու։ Սա լուծելու հարց է եւ այս քննարկումները մի օր պետք է սկսեն։ Բայց ինչու սկսել այս քննարկումները այն ժամանակ, երբ հարցի լուծումը ոչ թե մեծ ձեռքում է, այլ Թուրքիայի ձեռքում, երբ արձանագրությունները ոչ թե Հայաստանը չի վավերացնում, այլ Թուրքիան չի վավերացնում, երբ հարաբերություններ Հայաստանի հետ հաստատել, ոչ թե Հայաստանը չի ուզում Թուրքիայի հետ հարաբերություն հաստատել, այլ Թուրքիան է պայման դնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Լեռնային Ղարաբաղի հարցի ինչ-ինչ ստորացումներով եւ այլ։
Սա տուպիկ է, սա փակուղի է, եւ այս փակուղուց ելք գտնելու համար անհրաժեշտ են լուրջ միջազգային ճնշումներ եւ հորդորներ։ Եթե միջազգային հանրությունը մի օր իսկապես ազնվորեն ցանկանա ինչ մղումներից այս հարցը զրոյական կետից, մեռյալ կետից առաջ մղել, այդ ժամանակ անհրաժեշտ կլինեն եւ ձեր ասած թեմայով քննարկումները եւ դրանք կարող են իսկապես օգտակար լինել։ Իսկ այսօր գլխավոր խնդիրը մեր խնդիրը կանգնելն է եւ ասել է մենք ինչ որ անում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մենք զիջման չենք գնալու հայոց ցեղասպանության պայքարը առաջ տանելու հարցում ինչ որ թե պայմանավորում ենք դա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու այո այդ հարաբերությունները պիտի հաստատվեն այո պիտի սահմանները բացվեն այո պիտի դեսպաններ փոխանակվեն այո պիտի առևտրատնտեսական հարաբերություններ հաստատվեն եւ ճանապարհներ բացվեն բայց հայոց ցեղասպանության համար ճանաչման եւ դատապարտման համար պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայության հավաքական պահանջները չեն ձևակերպված եւ դրանք չեն բավարարված։ Երրորդը Ղարաբաղի հարցում, հիմա ռեալը Ղարաբաղի հարցն է։ Թուրքիան ասում է դուք պայմանավորվեք Ադրբեջանի հետ զիջում արեք Ղարաբաղի հարցում, ես էլ անմիջապես սահմանները բացեմ։ Նստենք մտածենք, մեզ պետք է միակողմանի զիջում այդ Ղարաբաղի հարցում, մեր սկզբից, ինչա որ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Իսկ այս տեսակետը դեռ ավելի մոտիկ է, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան իր հռետորաբանությամբ պարոն Սաֆարյաններ, հա, երկու Սաֆարյաններ, իհարկե ասացի մեջ դիվանագիտություն կա, կարծում եմ որ դա այսօրվա այն ռեալն է, որին կարելի է այսպես ձգտել եւ հասնել, այնուամենայնիվ մենք կարծում ենք, որ Թուրքիան իր դիվանագիտությամբ շատ անգամ ավելի հմուտ է եւ մեր նորանկախ հանրապետությունը այսօր չունի այն պատրաստվածությունը դիվանագիտական կադրերի առումով։ Դա չի այս վերջի դեպքերից հետո, պարոն Սաֆարյան։ Ես կարծում եմ, որ չէ, ես կարծում, նու գիտեք ինչ, միֆը այն է, որ այսօր ուժեղներ եւ թույլեր չկան աշխարհում, նայած թե ում հետ ես դու դաշնակցում։ Եթե մենք այսօր ունենք ուժեղ դաշնակիցներ աշխարհում եւ կա, ասենք, երկրներ, որոնք բարեկամական եւ Հայաստանի շահերը սպասարկող կամ պաշտպանող պետությունների խումբ է ձևավորվել, դու երբեք չես կարող թույլ լինել այսօր։ Եվ տեսեք Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ Թուրքիան չհամարձակվեց ինչ-որ ոտնձգություններ անել, թեև 92 թվականին փորձ արեցին մտնել Հայաստան, բայց Ռուսաստանը անմիջապես դա կասեցրեց, Նիկոլաևը եւ Բուրբուլիսը եկան մայիս ամսին եւ դա կասեցվեց, այնպես որ այսօր մեր դիրքերը անհամեմատ ավելի ուժեղ են նրա համար, որտեղ մենք արդար ենք եւ մեր պահանջն է արդարացի։ Դրա համար պետք է օգտագործել մեր բարեկամների հնարավորությունները, աստիճանաբար մեծացնել այն երկրների, 15 թվականին մենք արդար էինք, բայց մենք թույլ էինք։ Մենք թույլ էինք, որտեղ 15 թվականին մենք պետություն չունեինք։ Դրա համար էլ մենք թույլ էինք։ Ես կարծում եմ, որ պետք է Պարոն մի րոպե Զարուհի Փոստանջյանն է մեզ միանում, խնդրեմ Զարուհի։ Ես կարծում եմ, որ մենք պետք է աստիճանաբար ճնշումը մեծացնենք, միջազգային հանրությունը պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը մեր զոհերի հիշատակը հարգելու համար։ Արդեն զբաղված է, ես իմ միտքը ավարտեմ, ես Զարուհուն իմ տեղը կզիջեմ, առավել եւս որ այսպիսի հաճելի տղամարդկանց կողք է նստած, ես ուզում եմ ավելացնել հետեւյալը, որ ամեն մի կուսակցություն պետք է օգտագործի իր կուսակցական կապերը, իր միջազգային հեղինակությունը եւ ամեն մի երկիր, որը նրա հետ հարաբերվում է, նրա օգնությամբ, նրա միջոցով ճանաչել տա այդ երկրում ցեղասպանություն։ Այդպեսին մենք արել ենք, մի վարքան, ես միտքս ավարտեմ, այդպեսին մենք արել ենք որպես կոմունիստներ 94 թվականին Ռուսաստանի Պետդումայում այդ հարցը բարձրացրել ենք Իվան Ռիբկինի մոտ եւ Ստեփան Ստեփանյանը պրոֆեսոր գրել է այն տեղեկանքը, որը քննարկվել է Պետդումայում եւ 95 թվականի մարտի 23-ին 282 կողմ ձայներով ընդունվել է հայտարարություն ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես ներողություն խնդրեմ, պարոն Սարգսյան։ Բան ասեմ, թույլ կտակ ես մի կարճ բան ասեմ։ Եթե պարոն Սարգսյանը թույլ տա, խնդրեմ։ Թույլ տվությամբ, ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն։ 1991 թվականի վերջից առ այսօր Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները կողմ են եղել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների։ Թուրքիան է, որ բոլոր ժամանակներում Հայաստանի բոլոր նախագահների օրոք ունեցել է նախապայմաններ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Դա եղել է հայոց ցեղասպանությունը հետապնդումից հրաժարվելու նախապայմանը եւ Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների գնալու։ Հայաստանի իշխանությունները 20 տարվա մեջ ունեն դիվանագիտական բավականաչափ փորձ եւ հմտություն այս նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելը թույլ չտալու համար։ Եվ ես կարծում եմ, որ սա է ռեալ պոլիտիկա։ Պարոն Սարգսյան, ինչ է նշանակում ցեղասպանության հարցի արդարացի լուծում։
Նրանք պետք է ճանաչեն եւ ներողություն խնդրեն, նրանք պետք է փոխհատուցեն Հիշում եմ ձեր եւ նրանք պետք է վերադարձնեն նաեւ հողերը, խնդրեմ։ Առաջին հերթին եկեք հասկանանք, որ հայությունը մինչև չունենա իր միասնական դիրքորոշումը եւ դա պետականորեն ներկայացված չլինի միջազգային հանրությանը, մենք որևէ հաջողության չենք հասնի։ Կներեք, բարձրացան, բայց կներեք, մենք այստեղ մի երևի 50 հոգի ենք։ Ես դրանից ելնելով մի քանի կարծիք կա։ Այո, չէ, կարծիք ունենալը շատ լավ է, հարցը դա չի։ Այդ դեպքում ինչպես միասնական տեսակետ ձևավորել։ Միասնական դա չի նշանակում, որ բոլորը 100% պետք է ազգի ներկայացուցիչները նույն կարծիքը հայտնեն։ Դրա համար կա համապատասխան ձև, կարելի անցկացնել անգամ հանրակրվե, եթե դրան անհրաժեշտ լինի, չնայած ես կարծում եմ, որ դա սխալ կլինի, բայց պետք է ձևավորել այդ միասնական մոտեցումը։ Համենայնդեպս առ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետականորեն չի ներկայացրել իր դիրքորոշումը ցեղասպանության, միջազգային ճանաչման եւ ընդհանրապես բոլոր խնդիրների վերաբերյալ։ Ինչպես նաեւ դա չի արել։ Ասենք պաշտոնական դիրքորոշում չունենք։ Մենք ընդհանրեն ունենք հանրապետության նախագահների ելույթները։ Այս ամբիոնից, այն ամբիոնից։ Իսկ ինչպես պետքա ձևակերպվի պաշտոնական։ Դա պետք է ձևակերպվի։ Հաստատում պետքա լինի, ազգային ժողովը պետքա օրենքներ։ Այո, իհարկե, պետք է անպայման ձևավորվի որպես հայեցակարգային մոտեցում այս հարցին։ Այս հարցը մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է։ Հիմա եթե կան միամիտներ, որոնք կարծում են, որ այսօրվա Թուրքիան այլևս չի ուզում որևէ էքսպանսիայի ենթարկել Հայաստանը, եթե կարծում են, որ կան մեծ տերություններ, որոնք որն էլ ուզում է դա լինի, որ անպայման կկանգնեն Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպան, դա ոչ միայն միամտություն է, մի քիչ ավելին է, բայց հարցը նա է, մենք դասեր քաղել ենք այդ ամբողջ պատմությունից, թե ոչ։ Արդյոք մենք հասկանում ենք, որ մենք ինքներս պետք է պաշտպանենք առաջին հերթին մեզ, որպեսզի պաշտպանող եւս լինի դրսից։ Որովհետեւ այն ինչ որ կատարվել է ազգի հետ, սա ամենամեծագույն ողբերգությունն է եղել։ Ուրեմն կնշանակի այսօր ազգային պետական անվտանգությունը երկրի դեռ ապահովված չի, որովհետեւ այն ինչ որ չի ճանաչում Թուրքիան, դա նշանակում է, որ այդ նույնը հղի է կրկնությամբ։ Պարոն Սարգսյան, ինչ է նշանակում արդարացի լուծում։ Արդարացի լուծումը նա է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է իր պահանջները հայդատի գաղափարախոսության հիման վրա, որովհետև դա իսկապես ազգային գաղափարախոսություն է։ Երկրորդը, Թուրքիան ինչ-ինչ պատճառներով, որը շատ անհավանական եմ համարում, ճանաչում է եւ իրոք ներողություն է խնդրում, ինչպես դա արեց Գերմանիան հրյաների նկատմամբ։ Ներողություն է խնդրում, ճանաչում է։ Բավարարում է սա մեզ։ Չէ, մենք կարծում եմ, որ մենք պետք է ներկայացնենք նաև մեր պահանջատիրության այն մասը, որը կոչվում է փոխհատուցում։ Ֆինանսական փոխհատուցում։ Դա կլինի նյութականը, թե ոչ միայն նյութականը, այլ նաև հողի տեսքով։ Դա պարտադիր է թե ոչ հողերը։ Դա մենք պետք է բոլորս որոշենք։ Ձեր կարծիքն է։ Իմ կարծիքով այո, բայց միանշանակ։ Բայց հարցը հետևյալն է. որքանով է Հայաստանի Հանրապետությունը հայ ազգը ամբողջովին պատրաստ լինելու այդ պահանջատիրությունը իրականացնի։ Եթե մենք կարծում ենք, որ որևէ մի բարի քեռի գալու է այդ ամեն ինչը մեզ նվիրի, չի լինելու, ինքնին հասկանալի է։ Որքանով է այս երկիրը այսօր միասնական իր ժողովրդով, իր իշխանության նկատմամբ վստահությամբ, իր տնտեսական հզորությամբ։ Եթե մենք հասնենք մեր տնտեսական հզորության գագաթնակետին եւ միասնականության 80 միլիոնանոց աշխարհի երրորդ բանակում Թուրքիայի 10 միլիոնով մի ավելացրեք նրանց։ Վերցնել։ Հələ 70 միլիոն է։ Պարոն Սարգսյան, վերցնել, մենք մինչև հասնենք դրան, նրանք հաստատ 100 կլինեն։ Վերցնել հողերը, որքան իատեսական։ Չեմ կարող ասեմ, թե իրենք ինչ կլինեն։ Դեռ բարձ չի թե աշխարհակաղակական որ շահերից ելնելով ինչպիսի իրադարձություններ կարող են կատարվել այս տարածաշրջանում։ Այդպիսի բաներ մի ասեք, որովհետև աշխարհը այնքան արագ է փոխվում, որ չեք կարող անգամ տեսնել, թե հասկանալ դրա Բայց դա երկու սայր ունի, համաձայն եք աշխարհի արագ փոփոխությունը։ Չէ, ամեն ինչ էլ ունի։ Ուղղակի խնդիրը նա է, նորից եմ ասում, մենք գործոն ենք այս տարածաշրջանում, թե ոչ։ Մենք այսօր գործոն չենք։ Մենք ինքներս մեզ բերել ենք այդ փակուղի ենք մցրել։ Եթե մենք այս խնդիրները չհասկանանք եւ չներկայացնենք նաեւ այս մեր ժողովրդին ազգի հետ միասին չորոշենք այս խնդիրները, իհարկե գործոն չենք լինի։ Պասոֆան լրացնելու բան ունեք։ Ոչ, ես ընդհանրապես ուզում եմ վերահաստատել այն ներողություն։ Ես ընդհանրապես ուզում եմ վերահաստատել այն միտքը, որ կգա այն պահը, երբ հայրենիքի եւ սփյուռքի հայությունը միասին պետք կլինի առանց աղմուկ, պետք կլինի աղմուկով, կքննարկի եւ կձևակերպի
իր կոմպենսացիա ասացի պահանջը, բայց դրա համար պետք է լինեն բավարար ներքին եւ արտաքին նախադրյալներ։ Ես հավատում եմ, որ այդպիսի նախադրյալների օրը գալու է, ես համոզված եմ, որ Թուրքիայի Հանրապետությունը մի օր ճանաչելու է հայոց ցեղասպանության փաստը։ Սա պայքարի հարց է, շնորհակալ եմ։ Խնդրեմ, պարոն Կարապետյան։ Կա 3 տարբերակ։ Նու ըստ իմ մատուցածի, հա, Թուրքիան ներողություն է խնդրում եւ ճանաչում է ցեղասպանությունը, նա փոխհատուցում է մեզ ֆինանսապես եւ նա վերադարձնում է մեր տարածքները, մեր հողերը, որոնք գրավել է 100 տարի առաջ։ Որ պարագանը, որ մենք կարող ենք ասել, ցեղասպանության հարցը գտավ արդարացի լուծում։ Շատ հետաքրքիր քննարկում է ծավալվում, իսկապես ինչ կա մարդ կա, այդ կան էլ կարծիք։ Որպես հայ մարդ ինձ համար իսկապես շատ հոգեարազատ է այն ինչ ասեց պարոն Եսայանը։ Ես համաձայն եմ նաև որպես հայ մարդ այն ինչ ասեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ պարոն Սաֆարյանը, բայց որպես քաղաքական գործիչ ես ընդունում եմ, որ ամեն բան կախված է թե քաղաքական էլիտան, իշխանությունը ինչպիսի քաղաքականություն է որդեգրում ոչ միայն ցեղասպանության ճանաչման հարցի, որովհետև դա նեղացնում է այն տիրույթը, որ ներառում է իր մեջ հայ-թուրքական հարաբերությունների համալիրը։ Ինչ մենք ունենք վերջի շրջանում։ Մենք խոսում ենք կամ դուք տալիս եք մի հարց, որի նույնիսկ առաջի կետից մենք շատ հեռու ենք, որովհետև վերջին տարիների քաղաքականության արդյունքում մենք ունենք 300 միլիոնի առևտուր Հայաստանի եւ Թուրքիայի միջև, որից 99%-ը մենք ենք ներմուծում ապրանքներ Թուրքիայից։ Այսինքն մենք հզորացնում ենք Թուրքիայի տնտեսությունը։ Մենք ունենք դադարեցված ցեղասպանության գործընթաց։ Դադարեցված, ես պնդում եմ, որովհետև 4 տարվա ընթացքում միայն մեկ երկիր է ճանաչել 2 տարի առաջ Շվեդիան է, եւ դրանից հետո որևէ երկիր անգամ գործընթաց չի սկսում։ Այս պահին որևէ երկրում անգամ գործընթաց չկա ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այսինքն, երբ որ արձանագրությունների ստորագրումով եւ պատմաբանների հանձնաժողովը ներառելով այդ արձանագրություններով մենք պատմական սխալ իրագործեցինք, խոսել այն պատասխանների մասին, որ դուք հնչեցնում եք ձեր հարցերում, կարծում եմ ավելորդ է։ Այնուամենայնիվ, որ պատասխանն է։ Ես համարում եմ, որ Թուրքիան բարոյական պարտք ունի ճանաչելու եւ մենք պետք է հասնենք, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Այսինքն միայն ճանաչումը եւ ներողությունը բավարար է։ Մենք այնքան հեռու ենք իրատեսորեն նայելով այսօրվա աշխարհակաղակական զարգացումներին, հայ-թուրքական հարաբերություններին, մենք այնքան հեռու ենք նույնիսկ առաջին կետից, որ երկրորդ եւ երրորդ կետի մասին խոսելու կարծում եմ շատ վաղաժամ է։ Ընդունում եք, պարոն Սարգսյան։ Ես ուղղակի ուզում եմ հարցնեմ պարոն Կարապետյանին, ո՞նց եք կարծում, Թուրքիան ինքը ցանկություն ունի մեզ հետ հարաբերությունները ձևավորել, Հայաստանը հրաժարվում է։ Թե դուք կարծում եք, որ Թուրքիան պատրաստ է որոշակի զիջումների, որ գոնե իրոք այդ հարաբերությունները ձևավորվեն։ Եթե այդպես է, ուրեմն կնշանակի Հայաստանը ընդհանրապես որևէ դիվանագիտություն չունի, բայց փաստը մնում է փաստ։ Առաջինը դուք գիտեք, որ մենք դեմ էինք այդ արձանագրությունների ձևավորմանը, եւ ես ուզում եմ իմանալ, մենք այնքան հեռու ենք ձեր ասածից, որ այսօր խոսալ այդ մասին, ընդհանրապես համաձայն եք թե ոչ։ Ես գտնում եմ, որ ոչ թե մենք հեռու ենք, ուրեմն դրա համար պետք է չխոսենք, այլ մենք պետք է անպայման դա ներկայացնենք եւ կոմպլեքս, եթե ուզում եք համալիր ձևով ներկայացնել։ Դա պետք է ներառենք մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Պարտադիր, նա պետք է օրակարգում միշտ լինի։ Ես կարծում եմ չի շղթում նաեւ պարոն Կարապետյան։ Այսինքն շղթում եմ։ Եթե դուք շղթում եք, ինչ եք բերում օրինակ, որ վերջի տարիներին ցեղասպանության ճանաչման գործոնը արդեն կանգնել է։ Այդ դեպքում ինչ կբացատրեմ։ Հա, դուք ուրեմն ուզում եք որպեսզի նա կանգնի, հա, սառի ու մնա այդ կետում։ Հա, չլինի միջազգային ճանաչում։ Ճիշտ չեք հասկացել։ Բա դուք դա ասեք կբացատրեմ։ Առաջին նախագահի կառավարման օրոք, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկար հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, 6 երկիր ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ով էր նրա նախաձեռնողը։ Այդ դեպքում եկեք խոսենք հայկական սփյուռքը, այո, ինչ կապ ունի առաջին նախագահը դրա հետ։ Իսկ
այն պարագայում, երբ արտաքին քաղաքականության տիրույթ մտավ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, Թուրքիան պահանջեց պատմաբանների կողմից ուսումնասիրել այդ խնդիրը։ Եթե չեմ սխալվում, դուք երկրորդ տիրույթում դուք եք աշխատում այդ արտաքին Ես արտաքին գործերի նախարարության աշխատակից եմ։ Եթե դուք համամիտ եք այդ գործոնին, այդ դեպքում կամ համամիտ եք դուրս գայիք այդտեղից։ Դուք ինչ հարց եք տալիս։ Պերսոնալ դուք ասում եք հաղորդման սկզբից պերսոնալ վիրավորանքներ եք հասցնում հիմա։ Ես ընդամենը հարցնում եմ, ինչու՞ չէ կարել այն, ինչ որ դուք ասում եք։ Թուրքիան պահանջեց պատմաբանների հանձնաժողովով ուսումնասիրել այդ խնդիրը։ 10 տարի շարունակ մենք մերժում էինք դուք Հայաստանը իդեմս արտգործնախարարության նամակի ուղված Թուրքիայի կառավարության մերժում էր, բայց Սերժ Սարգսյանը չդիմացավ եւ ստորագրեց այն արձանագրությունները, որտեղ կա պատմաբանների հանձնաժողովի ոչ միայն պատմաբանների եւ պատմաբանների հանձնաժողովի արկայությունը հարկադրեց սահմանների ճանաչումն էլ կա, բայց ամենակարևորը մենք խոսում ենք այսօր ցեղասպանության ճանաչման շուրջ ենք մենք խոսում։ Ես ասում եմ, որ դրանից հետո Թուրքիան բոլոր մայրաքաղաքներում իրենց դեսպանությունների, կառավարությունների, բիզնեսների միջոցով հասկացնել է տալիս, երբ ինչ որ գործընթաց է սկսում ցեղասպանության ճանաչման, որ գիտեք, Հայաստանը արդեն համաձայնվել է պատմաբանների հանձնաժողովին։ Իրենց չի էլ հետաքրքրում վավերացրած են արձանագրությունները թե չէ։ Իրանց հերիք է պարզապես դատարանի որոշումը եկել Էդուարդ Նալբանդյանի ստորագրությունը եւ դա ներկայացում է որպես իրողություն, տեղի ունեցած փաստ եւ դրանից հետո չկա որևէ ճանաչման գործընթաց որևէ երկրում։ Առաջին նախագահի օրոք ձեր 92 թվականին լսենք նախագահն չի եղել 1992 թվականին Աշիկ ջան, ես գիտեմ, որ հանրապետության քաղաքացի եմ ես։ Բոլորը հետ ուզում եք վիճեք։ Ռեպլիկանի վրա, խնդրեմ։ Եթե պետք է հասկանաք, ասեմ։ Դուք 2 րոպե ունեք եւ 1992 թվականին 1992 թվականին եթե ՄԱԿ-ի անդամ էինք դառնում, պետք էր վերապահում անել, եթե գրագետ լինեին այն ժամանակվա դիվանագետները, եւ այդ դեպքում այդ վերապահումը մեզ թույլ էր տալիս ասելու, ոնց որ եղավ Ճապոնիայի հարցում։ Ճապոնիան Ռուսաստանի նկատմամբ մինչև այսօր տարածքային պահանջատիրություն ունի։ Նույնը կարող էր անել Հայաստանի Հանրապետությունը, ինչը չարեցին նաև երկրորդ իշխանությունը։ Երբ որ 99 թվականին վերապահում այն մասին, որ չի ճանաչվում այն սահմանները, որոնք օրինական չեն։ Բարի, պարոն Սարգսյան, պետքա խնդրեմ Զարուհի։ Իսկ մա տղամարդիկ ինձ կներեն։ Խնդրեմ Զարուհի։ Հարցը այդպեսին է, բանավեճ չենք անում, բոլորը պետք է արտահայտվեն, որն է ինչ է նշանակում ցեղասպանության հարցի արդարացի լուծում։ Թուրքերը մեզանից ներողություն պետրախնդրեն եւ ճանաչեն ցեղասպանությունը, նրանք պետք է մեզ դրամական փոխհատուցում տան, նրանք պետք է վերադարձնեն մեր հողերը, խնդրեմ։ Իհարկե նրանք պետք է վերադարձնեն մեր հողերը, ոչ թե պետք է վերադարձնեն, այդպես է պետք է լինի։ Պետք է լինի։ Այո, միանշանակ, այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Կախարդական փայտիկ։ Ոչ կախարդական փայտիկի մասին չի խոսքը, որևիցե մեկը չի կարող շղթել, որ խորհրդային կայսրությունը կարող էր մի օր քանդվել եւ մեր ծնողները նույնիսկ չէին պատկերացնի, որ նման փաստ կարող է տեղի ունենալ։ Բայց խորհրդային կայսրությունը քանդվեց, Արցախի հանրապետությունը ստեղծվեց եւ Արցախը այսօր նաեւ Հայաստանի հանրապետությունը Կանայք կոմունիստներ, խնդրում եմ չխանգարել։ Չմոտ բայ։ Երկու անկախ պետություններ են։ Դուք կգաք եւ այստեղ կպատասխանեք։ Դուք կգաք ձեր հերթին կպատասխանեք։ Խնդրեմ։ Երկու անկախ պետություններ են։ Մենք ունենք այսօր 42000 քառակուսի կիլոմետր հայրենիք եւ իհարկե մի օր էլ Թուրքիան, որը նույնպես կայսրություն է, իհարկե դա պետք է տեղի ունենալ։ Կարևորը այն է, ես կարծում եմ, որպեսզի մենք այստեղ այս հողատարածքում, որը հայկական բարձրավանդակի մի մասն է, այնպիսի ուժեղ պետություն ստեղծենք, որտեղ մարդիկ հայերը իրապես իրենց ազատ զգան եւ ուժեղ, որպեսզի կարողանանք մեր այդ մնացած հողերին տեր կանգնենք։ Ամենակարևորը դա է։ Մենք փաստորեն այս 20 տարիների ընթացքում ունեցանք երկու անկախ պետություն, բայց շատ ցավալի է, որ այս երկու անկախ պետությունների հողատարածքները նույնիսկ մենք չենք կարողանում այսօր լիարժեք օգտագործել, մշակել, խնամել, ստանալ բարիքներ այդ հողից։
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ստիպված է լքել իր հայրենիքը։ Արցախի Հանրապետության քաղաքացին նույնպես ստիպված է լքել իր հայրենիքը։ Սրա մասին է խոսքը։ Եթե մենք այստեղ ուժեղ պետություն կարողանանք ստեղծել, եթե մենք ստեղծենք ամենաուժեղ պետությունը, իհարկե, մի օր դա շանս է տալիս, որ հողերը մենք Թուրքիայից վերցնենք։ Միանշանակ, եթե մենք ուժեղ չլինեինք, նույն Արցախյան պատերազմը մենք չէինք կարող Քեզ հասկանա տրամաբանությունը։ Մի օր փլվեց Սովետական Միությունը, մի օր կփլվի Թուրքիան։ Ես ամբողջությամբ համաձայն եմ։ Ես ամբողջությամբ համաձայն եմ եւ իսկապես ժողովրդավարական Հայաստանը, հզոր Հայաստանը կարող է նաեւ պահանջատեր լինել արտաքին աշխարհում եւ ես կիսում եմ այդ կարծիքը եւ ինձ համար զարմանալի չէ, որ արտագաղթը խրախուսող կառավարության ներկայացուցիչները եւ կուսակցության ներկայացուցիչները այսօր բացակայում են, ինչպես իրենք չեն ընդունել մեր իրենց կոչերը բանավեճի վերաբերյալ, այնպես է հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցիչ չկա հիմա, երբ իրեն պետք է ասենք, որ իրականում ցեղասպանությունը հիմա է կատարվում Հայաստանում, երբ 100 հազարավոր մարդիկ լքում են մեր երկիրը, եւ պետք է առաջի հերթին դրա մասին մտահոգվել եւ մտածել, թե մենք ինչպես ենք շնացնելու մեր երկիրը, ինչպես ենք դարձնելու այն ավելի հարմար ապրելու համար մեր քաղաքացիների համար։ Բարի, պարոն Մանոյան, խնդրեմ։ Վլադիմիր։ Չեք խնդրում։ Պարոն Մանոյան, ասեմ ինչ եմ խնդրում։ Խնդրում եմ ձևակերպեք։ Որն է, որ պարագայում ենք մենք ասելու, որ մենք այս հարցի արդարացի լուծմանը հասել ենք եւ բավարարված ենք։ Շատ պիտի ներեք, որ այդ ասացվածքը ասեմ։ Մի հատ գիժ կարա գցել 100 խելացի իջեր անել է։ Հիմա դուք այդ գիժն եք կներեք, մենք էլ իջել ենք այդ կարա անել։ Ով ասեց, որ ձեր հարցադրումը ճիշտ է։ Ճիշտ չի։ Ոչ, որովհետեւ հարցը ոչ թե ցեղասպանության հարցն է, հարցը հայ-թուրքական հարաբերությունների հարց է, որ ինչպես աշխարհի բոլոր պետությունները երբեք էլ արդարացի լուծում ի վերջո չի ունենա։ Չի ունենա։ Ոչ, որովհետեւ զարգացող գործընթաց է, այնպես չէ որ մի բան եղավ վերջ։ Նույն Իսրայել։ Ասկեն մենք մինչև հիմա չենք ձևակերպել, թե մենք ինչ ենք ուզում։ Այդ ուրիշ ոչ միայն այդ։ Ձևակերպել ենք թե ոչ։ Չէ, չենք ձևակերպել, բայց ասած են որ այսօր մենք պահանջում ենք մի բան, բայց չենք ձևակերպել, այսօր բանջելու համար պետք է ձևակերպել, բայց ոչ թե ասելու համար, որ ի վերջո ինչ որտեղ հասնելուց հետո կարելի ասել որ լուծվեց հարցը։ Մենք խոսում ենք հիմա Իսրայել, Սերնդների անունից։ Այն սերնդերից արվելիք հետևյալն է, ոչ վաղվա համար այսօրվա սերունդը պետք է զոհենք, ոչ այսօրվա համար վաղվա սերունդի իրավունքները պետք է զոհենք։ Սա է սկզբունքը, եթե գուզեք։ Մնացածը իսկապես որ առանց ուժեղ պետության մնացածը անելը երազ է։ Ուժեղ պետությունով ինչպես ենք մնացածը մենք անելու։ Չէ, ուժեղ պետություն ունենանք, շատ բաներ գկա ժամանակ եւ կանենք։ Այդ նույն քիչ առաջվա նշված Վիլսոնյան սահմանները, որ այսօր մեր համար ընդունելի են, կարող է օրը կա, ասենք որ դրանից մագասին էլ կհամաձայնենք։ Կարող է։ Փաստը այն է, որ Վիլսոնյան սահմանները առավելակույնը չէին, որ ուզվում էր կամ բանջվում էր այդ ժամանակ։ Դաշնակցությունը չէր, որ ասում էր ծովիցով, բայց ժողովուրդը ասում էր ծովիցով կամ այլ գազམ་ակերպությունները ասում էր ծովիցով, բայց ի վերջո եկավ իրավական հիմքը Վիլսոնյան սահմանն է։ Այսօր դրանով խոսում։ Ձեր կարծիքով ո՞րն է այդ հարցի արդարացի լուծումը։ Հարցի արդարացի լուծում չի կարող լինի։ Ես այդ եմ ասում, հարցադրումը սխալ է։ Հայ-թուրքական հարաբերությունների հարց է, ոչ թե ցեղասպանություն մի հատ եղել է, պետք է հարցը լուծվի։ Ես ձեզ ասեցի, տարբերակներ, մենք խոսում ենք ցեղասպանության մասին։ Մի րոպե, ես ասեմ։ Թուրքերը ասում են, կներեք, մենք ընդունում ենք, սա մեզ բավարարում է։ Թուրքերը ընդունեցին, թուրքերը հող դվեցին, հաջորդ օրը թանկերով հարձակեցին մեր վրա։ Այդ ի՞նչ է հարցի լուծումը։ Հիմա գիտե ֆանտաստիկա թողեք մի կողմ։ Չէ, դուք եք ասում ֆանտաստիկ։ Ես ասում եմ հայ-թուրքական հարաբերությունների հարց է։ Հայ-թուրքական հարաբերությունների մեջ մենք որպեսի մեր դեղ ունենանք, իսկապես պետք է լինի ուժեղ պետություն։ Ոչ այսօրվա սերունդը վաղվա ինչ որ բանի համար պետք է զոհվի, բայց նաև վաղվա սերունդի իրավունքը։ Հավերժ հարց է, մենք միշտ գնալու ենք։ Ամբողջ աշխարհը այդպես է, հարևանները այդպես են ապրում։ Միշտ հարց կա։ Միշտ հարևան չեղած եւ միշտ այդ հարցի վրա մնում են։ Ոչ, չեք մնում։ Նայած ինչպես կզարկանա, բա ասված մի արած է, մի հատ էլ անին ձախող լինի, մեր մեջ այս պետությունն են մեջտեղից վերանա, վերջ։ Մնացածի մասին խոսել անիմաստ է։ Եվ պիտի վախտնանք, որ անին ձախող էլ կլինի մեր մեջ, որովհետև եղել է, անին են ձախել ենք, կասնել ենք ձախել։ Ուրեմն դրա համար ուժեղ պետություն մի դրանք, որովհետև այդպիսի բաներ տեղի չունենան։ Իսկ մնացածը, ասում եմ, ոչ այսօրվա սերունդի պետք է զոհել վաղվա հաշվին,
ոչ էլ վաղվա սերունդի իրավունքները պետք է զոհել այսօրվա հաշվին։ Եվ այդպեսով պետք է, բայց նաև տեսիլք պետք է ունենալ։ Ոչ ոք չի ասում, որ պետք է Որն է ձեր տեսիլքը, ես դա եմ։ Տեսիլքը ասվեց արդեն։ Բակրատը ասեց, մեր դաշնակցության տեսիլքը հստակ է։ Հողերը, գումարը։ Այո, բայց դա ասել, որ այսօր կլինի, բարձր որ այսօր չլինի։ Դա անոնը տեսլական։ Տեսիլքի մասին է խոսքը։ Նաև մարդը բիդաբրի, բարձ մարդը որ բիդաբրի, տեսիլք պիտի ունենա, չէ՞։ Որ լավ ապրի։ Ի վերջո լավ ապրելն էլ ինքը տեսիլք է, այտենց օդից եկած չէ, ոչ։ Ես մտածում եմ, որ տեսիլքը եւ քաղաքականությունը ռեալ մի քիչ իայից պետքա հեռու լինեն, որտեղ եթե քաղաքականության մեջ տեսիլքով է շարժվում, կարող է շատ իրականում այդ տեսիլքի տեղ ուրիշ բան քո դեմ գա։ Չէ, այդպես չի, որովհետեւ տեսնում ենք մենք, որ այն բեդությունները, որոնք այլապես ուժեղ են, այդ իրենց տեսիլքով շատ բան կարող են բարձրացնել։ Քաղաքական ծրագրերը գրում եք այդ տեսիլքի համաձայն։ Բարձ է։ Տեսիլք առաջին։ Այլապես մերազմարտ կլինես, մերազմարտ կլինես այլապես, ինչ իմաստ ունի։ Դու կարող ես վաղը ինչ որ բան չուզես ավելի անել։ Եվ այսօր հանգիստ կնես, եւ վաղը ինչ պիտի անես արդեն։ Ես ուզում եմ այլ բաներ, որոնց գոնե հասնելու ձևը ես տեսնում եմ գոնե հերու ժամանակահատվածի առումով։ Հերու ժամանակահատվածի առումով շատ իրական է։ Իրական է։ Քանի տարուց է իրական։ Ես մեկ բան ասեմ, դուք հիմա այսքան հանգիստ խոսում եք, դուք մի հատ գնացեք Թուրքիայի իշխանություններին հարցրեք, որ այդ ինչի եք այդքան վախեցած, որ հանգած չեք գրում ձեր սահմանադրության մեջ, որ ֆեդերալ պետություն եք դուք։ Եթե այդքան վախենալու պատճառ չկա, որ գմասնադրի պետությունը, ինչ չեք անում։ Գմասնադրի այդ պետությունը։ Թուրքիայի դարդը մեզ են տվել։ Ինչպես։ Թուրքիայի դարդը մեզ են տվել։ Ոչ, մեզ չեն տվել, ասում եմ, որ այդ մասնադրելու օրը մենք լինենք ուժեղ, վերցնենք մեր հայը։ Մենք չենք լինի ուժեղ, ուրիշ կվերցնենք դա, մենք պետք է պատրաստ լինենք։ Սերոստացած որ ասա, որ մի կողմ ժառանգությունն է, մյուս կողմ դաշնակցությունը։ Զավի ավելացնելու բան ունես։ Ավելացնելու հետևյալը կցանկանայի ասել, որ բոլոր միջազգային կառույցներում երբ տեղի է ունենում քննարկումներ, պետք է ասեմ, որ իրապես Թուրքիան նաև ընկալվում է որպես փոքր կայսրություն, որը ունի խնդիրներ սահմանների հետ կապված իր հարևանների հետ, որը ունի այլ մշակույթ, որ Եվրոպայի մշակույթի հետ համահունչ չի, որը ունի մեծ բնակչություն, որը նույնպես բնակչություն, որը միատար չէ, եւ այս ամենի ներքո միանշանակ նաև կարմիր գծի թելով գնում է, որ իրոք Թուրքիան կայսրություն է, որը հնարավոր է նաև մոտ ապագայում ունենա այո խնդիրներ։ Մեր ամենակարևոր խնդիրը, ես կարծում եմ, մեր երկու այս հայկական պետություններում այնպիսի ազգահավաք կազմակերպել, որպիսի քաղաքացին այստեղ այնքան ամուր իրեն զգա, որպիսի մենք հնարավորություն ունենանք վաղը մյուս օր կանգնել տեր մեր հողերին։ Շնորհակալություն, Գոհար խնդրեմ։ Ինչի մի քիչ հետո։ Դու նոր ես ցանկանում մտնել քաղաքականություն։ Դու նույնպես տեսիլքով ես ապրում։ Ես տեսիլքով չեմ ապրում, բայց երիտասարդի համար բնականon կլիներ, հա, եթե ինքը տեսիլքով ապրեր, իմ համար ճիշտ ասած, ինձ համար ճիշտ ասած անհասկանալի հայտարարություններ էստեղ հնչեցին։ Մասնավորապես հայտարարության մեջ անհասկանալի բան կար։ Տեսիլքի պահով, տեսիլք դյութական գնանք, լավ, հողերը ուզենք, փողերն ուզենք, զոհերի հիշատակը անընդհատ հարգել ուզենք, հասկանալի է, ցանկացած արժանապատիվ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության ցանկացած մարդ իր անձնական եւ իր երկրի քաղաքական օրակարգում պիտի ունենա այդ խնդիրը։ Այդ դեպքում ինչի քեզ չի բավարարում։ Ինչ չի բավարարում են, որ մենք այս խնդրի շուրջ խոսում ենք վերամբարձ հայտարարությունների ու երազանքների տեսքով։ Այդ հողերը պիտի տան։ Մենք մեր հողի հետ կապված խնդիր այսօր ունենք։ Այդ հողերն այսօր դատարկ են, մարդիկ չկան, չեն մշակում, այս համատարած արտագաղթը եւ այլն։ Մի հատ մենք մեր երկրի ներսում խնդիրները լուծենք, մի հատ դառնանք մրցունակ պետություն, դառնանք ժամանակակից պետություն, դառնանք հագարակը չասեցի։ Չէ, տեղերի խնդիրն է, պարոն Մանան։ Քանի մենք դա չենք արել։ Ինչպես։ Քանի մենք դա չենք արել, Գոհարի ասածը։ Չուզենք ու չմտածենք։ Չէ, ունենանք տեսիլքը, այդ էլ հասկանանք, որ այդ տեսիլքը տեսիլքը արդեն դարձել է քաղաքական շահարկման թեմա, հա։ Եթե այդ տեսիլքի թեման չլինի, այսօր բազմաթիվ քաղաքական կուսակցություններ իրենց կանտորաները կփակեն ու կգնան տներով։
Տեսլական գուզեք, ինչ որ։ Տեսիլք էլ կարող է լինել, տեսլական էլ կարող է լինել։ Դրանք քաղաքագիտական տարբեր բաներ են, հա, հասկացություններ են։ Հիմա բառագիտական բաների մեջ չմտնենք, տեսլական։ Իհարկե ավելի ճիշտ տարբերակը տեսլականն է։ Բայց ես ուզում եմ կրկնեմ այդ միտքը։ Ցեղասպանության հարցն այսօր դարել է քաղաքաճանաչման հարցը։ Մեր ներսում Մենք նայեք, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ են, հա, հավաքված եւ նրանցից շատ-շատերի նախընտրական ծրագրերում ընդհանրապես խոսք չի գնում այդ հարաբերությունների մասին։ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։ Հա, կտորներ գիտենք, առանձին քաղաքական ուժեր ինչ կարծիքի են այդ ամենի մասին։ Իմ հարցը այսպեսն է, որ պարագայում մենք ասում, որ մենք ցեղասպանության հարցը ունեցավ արդարացի լուծում։ Պարոն Մանոյանը ասում է տարբեր փուլերում տարբեր լուծումներ, մինչև հաղթական ավարտ մեր հողերը վերադարձնեն մեզ։ Ավարտ չկա, ավարտ չկա։ Եթե հողերը վերցնենք, հետո ինչ է պետք։ Ոչ թե բանաբեդ հաջորդ օր եթե հարձակվեց մեր վրա։ Չէ, դա արդեն ուրիշ հարց է։ Ինչ ուրիշ հարց է, ես այդ եմ ասում, հարցը ոչ թե ցեղասպանության արդարացի լուծում, հարցը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելն է։ Ո՞րն է արդարացի լուծումը։ Արդարացի լուծում չի լինելու երբեք։ Արդարացի լուծման ճանապարհով գնալիս պետք չէ շատ բաներ զոհաբերել։ Ինձ այդ է մտահոգում։ Այսինքն Դե օրինակ մենք հիմա նայեք Ղարաբաղյան հիմնախնդրի մասով, հա, բերեմ օրինակը։ Ասում ենք Արցախի խնդիր պատերազմ ու ներսում մենք ծածկում ենք այն ժողովրդավարության հետ կապված խնդիրները, որ ունենք, տնտեսական մրցակցության հետ կապված, մարդու իրավունքների հետ կապված խնդիրը, որ ունենք։ Այսինքն մենք մի խնդրով ծածկում ենք մեր ներսի խնդիրները։ Այդ ծածկելն է հանցավորը, ոչ թե դեսլական ունենալն է հանցանքը։ Ծածկելու Տեսլական ոչ մեկ չի կրվում, պարոն Մանոյան, տեսլական ունենալու։ Լավ է որ խոսում եք, լավ, հիմա լավ բան արեք։ Բայց մենք ապրում ենք, չէ՞։ Ապրում ենք ի վերջո։ Մենք ապրում ենք եւ մենք ռեալ քաղաքական նաեւ գնահատականներ ու քաղաքական գործընթաց ենք ակնկալում իշխանություններից, քաղաքական ուժերից։ Մեզ այդ քաղաքական գործընթացի իմիտացիան պետք չի։ Ես որպես երիտասարդ, բայց դա տեսլականը չի։ Միայն իմիտացիա եմ տեսնում։ Իմիտացիա։ Այսինքն տեսլականն էլ արդեն բերվել, դրվել գործընթացների իմիտացիոն process-ում։ Վտանգվում է։ Այն ձևով որ այս իշխանությունները խոսում են իբր թե հետևանքները վերացնելու մասին մի օր հաջորդ օրը մոռանում են դրա մասին, բարձրապես տակտիկական նպատակներով, բարձ է որ դա ինքնին այդ տեսլականին արդեն խփում է։ Դրա համար ընդհանրապես իմիտացիա պետք ունենք, բայց դա չի նշանակում որ տեսլականն է մեղավոր, որ որոշ մարդիկ իմիտացիա են անում։ Չթողնենք որ անեն։ Համացան, լրիվ համացան։ Շնորհակալություն պարոն Մանոյան։ Խնդրեմ Վահան։ Եվ այսպես որտեղ է գնում տեսլականի եւ իրականի այդ սահմանազատումը։ Շնորհակալ եմ, առաջերտին կուզենայի ասել, որ ապրիլի 24-ը ազգային միասնության օր է, որտեղ այդ օրը տեղի ունեցել են դեպքերը, որի շուրջ միլիոնավոր հայությունը մինչև այսօր պայքար է մղում եւ խնդիր է բարձրացնում, որպեսզի մենք լուծում գտնենք մեր հայկական հարցի, որի մասին այսօր որոշ չափով խոսվեց, մենք խոսեցինք հայ-թուրքական, խոսեցինք հայդատի, բայց այս ամենը իհարկե կապված է հայկական հարցի հետ։ Եվ իհարկե շատ ցավալի է, որ հենց այս օրը այս աուդիտորիայում ազգային միասնության փոխարեն մենք ինչ-որ փոխադարձ վիրավորանքներ են հնչում։ Նորմալ է, վիրավորը սխալ է։ Ես կարծում եմ, որ դա այսօրվա բան չէր, ինչ է կատարվում այստեղ։ Ինչ է նշանակում։ Ես երկրորդը ասեմ ճանապարհով։ Հենց այս օրը, հենց այս խնդիրների մասին պետք է անկեղծ զրուցել։ Երկրորդը ասեմ, ինչ ենք պահելու։ Ես երկրորդը ասեմ, ուրեմն դե ինչ վերաբերում է տեսլականին, կարծում եմ, որը ինչ է նշանակում հարցի արդարացի լուծում։ Հարցի արդարացի լուծումը դա այն է, որ հայության համախմբված կարծիքը, որը կլինի եւ Չկա տես կարծիք, մենք 50 հոգի ենք, տարբեր կարծիքներ ունենք։ Ես կարծում եմ, որ հայության մեծամասնության մոտ կա կարծիք, որ այս հարցը պետք է լուծվի եւ մեր հողերը պետք է վերադարձվեն, Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը եւ այլ, բայց այստեղ խնդիրը առաջանում է հետեւելը, այդ փոխհատուցման առումով ես կարծում եմ, որ խոսել զոհերի փոխհատուցման ֆինանսական տեսանկյունից դա ուղղակի սխալ է, որովհետեւ կա այստեղ հայկական կապիտալի խնդիր, այսինքն կործանվել է եւ վնաս է հասցվել հայկական կապիտալին։ Բացի, այսինքն մարդկային զոհերի վերաբերյալ խոսել ֆինանսական փոխհատուցումից, դա ես կարծում եմ սխալ է։ Եվ ես այս տեսանկյունին նայում եմ այլ տեսակետով։
Այսինքն ոչ թե զոհերի հիշատակի կամ զոհերի ֆինանսական փոխհատուցումը, այլ հայկական կապիտալի, որը եղել է այն ժամանակ մեր մոտ։ Ես արդեն վախեցա հայկական կապիտալ, բան sense վերամբարձանել։ Լսեք մի հատ, պարոն Ես կարճ հա ձևակերպեմ իմ մոտեցումը երազանքի մակարդակով միանշանակ դատապարտում միանշանակ հողերի հետ վերադարձ երազանքի մակարդակով ռեալ քաղաքական հարցադրումների մակարդակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում մասնավորապես սահմանի բացում Տեսլականի վերաբերյալ մի բան էլ ասեմ Պետրոս։ Բարի, խնդրեմ։ Տեսլականի վերաբերյալ կլինի թե հետևանք կլինի, դա արդեն թող ինձնից ավելի փորձառուները գան եւ մեկնաբանեն։ Շնորհակալ եմ։ Սաղ էլ խնդրեմ։ Եթե կարելի է ավարտեմ, էլի փորձառուներին տեսլականի հետ կապված ուղղակի մի բան ավարտեմ, էլի։ Խնդրեմ Սամվել։ Մոտավորապես ես կարծում եմ մեր դարաճում արդեն կոնսենսուս կա, որ թուրքերը պետք է մեր հողերը տան, որ նրանք պետք է փոխհատուցեն եւ ներողություն խնդրեն։ Քո տեսլականը բռնում է այս ամեն ինչը, թե ոչ։ Եթե ընդհանուր խոսենք, բնականաբար, եթե մանրուքների մեջ մտնենք, ապա ներողությունը գիտեք, տենց դպրոցում խուլիգաններ են լինում, որ ամեն օր ապակի են կոտրում, հետո ներողություն են հանգիստ խնդրում, հետո շարունակում են այդ նույն գործը։ Թուրքիայի ուրեմն քաղաքական եւ ռազմական վերնախավը առ այսօր էթնիկ ջարդերը օգտագործում են որպես ներքին քաղաքական խնդիրներ լուծելու միջոց, ընդ որում շատ ակտիվ է դա օգտագործվում։ Եվ ներողությունը այստեղ պետք է լինի նաև ինչ որ ձևով մենք պետք է հասկանանք, որ դա նաև ինչ որ երաշխիքներ ունենք, որպեսզի այդ ամենը չի ճանաչել, մենք այդ երաշխիքը չունենք։ Ճանաչելուց հետո էլ այս վիճակում Թուրքիան, այսինքն Թուրքիան պետք է ներսից փոխվի, որտեղ հակառակ դեպքում իրենց ներողությունը ես գցելու բան է, հա։ Ինչ վերաբերում է ֆինանսական փոխհատուցմանը, ապա սա միայն Թուրքիայի հարցը չէ։ Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցեն, Գերմանիան, որտեղ դրանք երկրներ են, որոնք նաև տիրացել են հայոց փողերին եւ գույքին։ Այսինքն հայկական կապիտալին։ Այսինքն ողջ աշխարհը մեզ պետք է փոխհատուցի։ Ողջ աշխարհը չէ, բայց կոնկրետ երկրներ կան, որոնք առ այսօր այդ փողերի վրա նստած են, հա։ Երրորդը ինչ Զարուհի, լսենք։ Քեզ լսում ենք։ Երրորդը ինչ վերաբերում է հողերին, առաջինը եկեք բաժանենք, գոյություն ունեն հողեր Արևմտյան Հայաստանի, որից մեզ զրկել են թուրքերը, եւ գոյություն ունի Արևելյան Հայաստանի մի մասը, որը բոլշևիկները նվիրել են Թուրքիային, հա, սա բաժանենք ոնց որ ասած երկու հողերի։ Եվ հողերի վերաբերյալ նո եւ Ադրբեջանին, հա, թուրքական Հիմա կոմունիստները քեզ չեն ների։ Ես էլ իրանց չեմ ներում, ինչո հիմա, հա։ Ուրեմն հողի դեպքում մի բան է պետք հստակ հասկանալ։ Հողը երբեք առանց արյուն թափելու ոչ ոք չի նվիրում։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Քո երեխան պետք է վաղը գնա արյուն թափելու եւ գուցե զոհվելու։ Եկեք հարցը ուրիշ ձև դնենք։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մոտավորապես մի քանի տարին մեկ լինում են փոքրիկ պատերազմներ, իսկ տասնամյակ, երկու տասնամյակը մեկ մեծ պատերազմներ։ Մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ այս տարածաշրջանում կարող են լինել գլոբալ պատերազմներ, Թուրքիայի կործանումը կարող է լինել ֆեդերալիզացիա։ Պարոնայք կոմունիստներ, լսենք։ Կտամ, ես ձեզ ձայն կտամ։ Բոլորս կարտահայտվենք։ Հիմա դուք խնդրեմ։ Եթե Մոսկվա եւ Կարսի պայմանագիրը ձեզ համար ընդունելի է, ապա ցավում եմ, հա։ Ես երև մենք էլ խոսանք, էլի, եթե պետք է մենք խոսանք, հարգենք ուրիշի կարծիքը։ Ամեն մարդ իր կարծիքը իրավունք ունի։ Կգաք խոսակ, ասենք, սպասեք մենք մեր կարծիքները արտահայտենք, հետո կարտահայտենք։ Լսեք, պարոնայք, դուք եք խոսալու, դեզ է պետք է լսենք։ Հողերի հարցը իսկապես այնպես է, որ ես չեմ կարծում, որ Թուրքիան երբևիցե հող կնվիրի։ Բայց ես ենթադրում եմ, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ մենք կկարողանանք այդ հողերի ինչ-որ մի մասը վերցնել ամբողջությամբ կամ մի մասը։ Բայց ակնհայտ է, որ մենք պետք է պատրաստ լինենք։ Օրինակ Հունաստանը դա երկիր է, որը եթե հետևենք, մենք Հունաստանը հիմնականում տեսնում ենք, որ այնտեղ ինչ-որ սոված են, թոշակներ են կրճատում, բայց դա իրականում երկիր է, որը ամեն տարի ահռելի քանակներով զենք է կուտակում։ Այսինքն Հունաստանը երկիր է, որը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի տասնամյակներ շարունակ։ Դա արդեն իսկ ինչ-որ մի բան մեզ համար պետք է նշանակի, ել չասած այն մյուս խառնաշփոթը, որը կատարում է տարածաշրջանում։ Մենք պետք է զենք կուտակենք։ Մենք արդեն կուտակում ենք այդ զենքը, որտեղ այդ խնդիրը ունենք մեկ ուրիշ հարևանի հետ, բայց պետք է միշտ հաշվի առնել, որ այդ պատերազմը կարող է նաև
մեր գլխին էլ կոտրվի։ Եվ զինվել է պետք։ Զինվել է պետք։ Բնական է։ Համաձայն ես։ Ես նախիվ առաջ տեսլականի վերաբերյալ էի ուզում իմ պատկերացումների մասին ասել, որը ասենք չոր պրագմատիզմից մինչև ասենք ուղղակի օպտիմիզմ պետք է հասկանալ դրա միջինը, որովհետև այսօր եթե մենք հետևենք պատմությանը, այսինքն եթե չլինեին այն ժամանակ մարդիկ, ովքեր ունեցել են այդ տեսլականը, կատարել անկախության պայքար, կազմակերպել, ասենք, ճակատամարտեր, զորավարները, որոնք տեսել են ապագա հաղթանակները եւ այսինքն խոսել այդ պրագմատիզմից, որ պետք չի լինի տեսլական եւ ուղղակի չոր քաղաքական հաշվարկ կամ ռազմական հաշվարկ, բնականաբար մարդկանց պետք է լինի շարժիչ ուժ, պայքար։ Եվ եթե հայ ժողովուրդը չկարողանա միասնական պայքարի եւ մյուս սերունդները, մեր սերունդը, եկածող սերունդները չաշխատեն այդ ուղղությամբ միասնաբար, բնական է, որ մենք գնալով կորցնելու ենք, ոչ թե շահելու ենք։ Եվ այսօր խնդիր է դրված առաջին հերթին նույն Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսինքն ես էլ եմ այդ հարցը դիտում ընդհանուր կոնտեքստում։ Իհարկե, եթե մենք չզինվեինք, իհարկե, եթե մենք պատերազմ չհաղթեինք, իհարկե չէր լինի անկախ Լեռնային Ղարաբաղը։ Պարոն Ադիբեկյան, խնդրեմ։ Դուք զինվում եք, պարոն Ադիբեկյան։ Գիտելիքներով Ես ուզում եմ Գիտելիքներով ուղղեց պարոն Ադիբեկյանը, խնդրեմ։ Ես ուզում եմ հերո ապագայից գալ 21-րդ դարի վերջում։ Իսկ թվում եք բոլորս ինձ այդ հերո ապագայի մասին։ Ոչ, դա մոտակա։ Հերո ապագայում 21-րդ դարի վերջում Հայաստանում կապրի 1.5 միլիոն բնակչություն կունենանք, որից 5 միլիոնը կլինի եզից։ Այսինքն Հայաստանում կլինի Երևանի չափ մի բնակչություն, դա ՄԱԿ-ի ազգագրական հիմնադրամի կանխատեսումն է, նա երբեք չի սխալվում։ Հետաբար մեզ հող պետք է չորտև ապրող չունենք։ Ես էլ նեի Թուրքիայի տեղը կճանաչեի, կտայի ինքնավարություն, որտեղ դա իր կայսրության քաղաքացուն է նա վնաս բերել, ոչ թե կողքի հարևան երկրի ու կասեք եք ապրեք։ Լտենամ Կալիֆոռնիայի որ հայը կգա գլենդել է թողի Թուրքիայում տուն կառուցի եւ ապրի։ Տես բան անհնար է։ Հայը սիբարիտ է իր էությամբ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նա սիրում է տակ հագնվել, համով ուտել ու քիչ ջանք ծախսել բաների համար։ Չեն սիրում։ Կան։ Հիմա հետեւաբար մեր խնդիրը ազգագրական է, որ մենք պահպանենք գոնե։ Այսինքն այս ինչ որ հիմա խոսում է դա միֆ է ընդհանուր։ Լրիվ դատարկություն, դա անիմաստությունն է։ Ես ասում եմ որպես սոցիոլոգ, որ հետազոտում է սոցիալական գործընթացները։ Երկրորդը։ Լսենք։ Որպես բարոյագիտության դասախոս, որ շարունակում եմ դասախոսությունները, բարոյական կատեգորիաները քաղաքական ոլորտում անհնար է օգտագործել։ Դե իրավական նորմեր։ Բայց մենք հիմա դա էլ անում ենք, այս։ Չէ, սխալ եք անում։ Քաղաքական գործիչները արդարությունը քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի։ Դա սոցիալ-հոգեբանական, բարոյագիտական կատեգորիա է։ Քաղաքականության մեջ կա նորմեր, միջպետական, պետական, համաձայնագրեր եւ այլն։ Այսինքն այն ինչ որ հիմա ասում են քաղաքական գործիչները, դա ինչ է, մի բան կա, Սարկոզին մի հատ եթե լուրջ նայեք, ցեղասպանությունը դա հանցագործություն է ոչ թե տվյալ ազգի նկատմամբ։ Մարդկության, մենք դրա համար պետք է պայքարենք։ Մոռանանք, որ դա մեր նկատմամբ ա եղել։ Եթե մենք կարողանանք հաղթենք այս հարցում, մեր հարցը ավտոմատ կլուծվի։ Սարույց, սա նախընտրական միտինգ չի։ Հետևաբար։ Լսենք դիմացինի կարծիքը։ Եթե դուք չեք մոռացել, որ հայ եք, պիտի 4 երեխա ունենաք։ Քանի երեխա ունեք։ Դու համար կապ չունի, իմ համար կապ ունի։ Այս երկրի վրա պիտի տիրությունով անի։ Ով մեր երեխեքը։ Ինստեղ ձալի պետք է գլուխը բարձր պայ։ Ես Վահան Արտուրն եմ, խնդրեմ Վահան։ Դուք համար էլ ուրախ։ Մեկ նախադասությունով ավարտեմ, հա։ 2։ Լսենք։ Երկու նախադասություն։ Առաջինը ցեղասպանության հարցը նաև մեր կողմից էլ լուծվող է, քանի որ մենք մշակույթի ընդհատում ա եղել։ Դա էլ է ցեղասպանության հարցը լուծման մեջ, նաև մշակութային, այսինքն բղդոից պետքա կոմիտաս դեպի շարժվել, դա էլ է այդ հարցի լուծման մի մասը։ Եվ երկրորդը այստեղ ապագա ազգային ժողովի падգամավորներ են նստած եւ ես կոչ եմ անում այն սառեցված բանաձևը վերջապես ընդունվի, որը ճանաչում է ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որովհետեւ մի քիչ ամոթ է, երբ որ Հայաստանը դա չի ճանաչում։ Խնդրեմ Վահան։ Շնորհակալություն։ Որ չի ճանաչում, այո, որ չի ճանաչել։ Վահան, կա երկու տեսակետ, որը
Առաջինը որ մենք պետքա լսենք, պարոնայք, ուրեմն առաջինը որ մենք պետքա պահանջենք եւ ներողություն, եւ փոխհատուցում, եւ հողերը, եւ պարոն Ադիբեկյանը, որ ասեց որ դա դատարկությունն է, դատարկամտությունն է, մենք պետք է նայենք իրական կյանքին, մենք հայաթափվում ենք, մենք սի Երևանը չենք անալու վաղը պահենք, այսինքն այդ միֆերը մեզ տանում են կործանման, խնդրեմ։ Իսկ մեր հասկացությունների մաքուր կատեգորիաների խնդիր կա այստեղ։ Այսինքն ձեր երեք այդ հարցերի ձևակերպումը ինձ թվում է այդ արդարության պատկերացումների երեք արտացոլումն է։ Այդ երեք աստիճանն է։ Նույն արդարության տարբեր Այսինքն որ ինչ-որ մեկի վրա մենք պետք է կանգ առնենք։ Որ հարթության վրա ենք ընկալում արդարությունը, պատմական արդարությունը եւ համապատասխան որ աստիճանի վրա ինչ լուծում եք ակնկալում։ Ես այդպես հասկացա ձեր հարցադրումը։ Գիտեք, շատ ավելի բարձր ու շատ ավելի հեշտ է ընդհանրապես դաշտը դիտարկել, հա, այս հարցադրումների դաշտը, երբ որ դուք հստակ պատկերացնում ես կատեգորիան որպես այդպեսին, Թուրքիան թշնամական պետություն է Հայաստանի համար, թե ինչ պետություն է, ասելով, որ սա մեր հարևան պետությունն է, ասելով, որ սահմաններ պետք է փակվեն, որ խնդիրներ կան, որ պետք է քննարկեն, ֆուտբոլ ենք հետները խաղում, թե ինչ ենք անում։ Այստեղ խնդիրը հետևյալն է. Եթե ես ընդունում եմ այս պետությունը, կամ ընկալում եմ, կամ տեսնում եմ, որ սա թշնամական պետություն է, ես պետք է վերաբերվեմ, այնպես ոնց որ վերաբերում են թշնամական պետությանը։ Հետևաբար ինչ պիտի անեմ։ Զինվենք եւ հարձակվենք։ Պիտի հաղթենք։ Ինչպես։ Այս երկրորդ հարցն է։ Սա երկրորդ հարցն է, ինչպես։ Դուք նման հարցության պատրաստվում ենք պատերազմի Թուրքիայի հետ։ Դե վերջի ինչ այնքան ապրանք ենք արտադրել, որ լցնենք Թուրքիան եւ նա տնտեսությունը։ Ինչ ալտերնատիվա ունենք, որովհետեւ գոնե այս ժամանակահատվածում ինքը իրականում շրջափակում չի, որովհետև այսօրվա երիտասարդը, որ երեք ջահերով ցույցի ժամանակ բարձրացավ։ Լսենք դիմացին, բարձրացավ Ծիծեռնակաբերդ, այդ երիտասարդության 99%-ը կրում է հագուստ, որը Թուրքիայում արտադրած։ Եվ այստեղ ներքին հակասությունների խնդիր է։ Այստեղ, բայց ես գիտեմ ընտանիքներ, ես գիտեմ մարդկանց, որ ոնց սկզբունքորեն չեն գնում թուրքական ապրանքներ։ Այդ ոչ։ Սա հասկացությունների մաքուր ընկալման խնդիր է։ Պարզ հասկացությունների մաքուր ընկալմանը։ Քո կարծիքն է հետաքրքիր։ Որը նշանակում հարցի արդարացի լուծում։ Ինձ թվում է այս տեսլականի խնդիրը իհարկե շատ կարևոր է։ Ինչ ենք պատկերացնում, ուր ենք գնում, կամ ինչն է վերջի մեր նպատակը, բայց այս ընթացքը, պատմական ընթացքը, ստեղ ես համաձայն եմ, որ բարոյական կատեգորիաների մասին եթե խոսում ենք, պետք է խոսենք այն կտրվածքով, որ վերջի սերունդ է ձևավորվում, մեծանում եւ այդ սերունդը ինչ իդեալներով պետք է ապրի։ Պարոն Ադիբեկյան, երբ որ դուք ասում եք դա դատարկախոսություն է, մենք չենք զրկում մեզ իդեալներից։ Եթե քաղաքականությունը չի հիմնված պրագմատիկ սկզբունքների վրա, նա քաղաքականություն չի, դա ինչ-որ ռոմանտիկ զառանցանք է։ 21-րդ դարում ես ասեցի, 21-րդ դարում Թուրքիայում ապրել է 100 միլիոն մարդ, Պարսկաստանում 100 միլիոն, Ադրբեջանում 15 միլիոն մարդ, Վրաստանում կապրի 1.5 միլիոն, 3 միլիոն, որից 1 միլիոնը կլինի վրացի, 2 միլիոն ադրբեջանցի։ Սա պաշտոնական թվեր են մարդ։ Սա նորից եմ ասում, մի հատ հետաքրքրվեք ՄԱԿ-ի ազգագրական հիմնադրամի կանխատեսումը 2050-2100 թվականներին։ Խնդրեմ։ Ավետյաց երկիր երազող հարյուրավոր սերունդ։ Եկեք մոտիկ։ Խնդրեմ միկրոֆոն, Ավետյաց երկիր երազող հրեաների սերունդները հարյուրավոր։ Դրանք ռոմանտիկ ապուշներ էին, այսօր իրական Իսրայելը նկատի ունենալով։ Դա բարոյական կատեգորիա էր, որով դաստիարակվեցին սերունդները հավատացին երազանքին եւ հասան երազանքի իրականացմանը։ Ձեր պրագմատիկ մոտեցումից մեկնաբանեք սա, հա, պարոն Ադիբեկյան։ Խնդրեմ, լսենք պարոն Ադիբեկյան։ Պաղեստինում ապրում էին սեֆարդները, այսինքն հրեաները երբեք Պաղեստինը չեն լքել։ Ստալինը 300 մի րոպե սպասեք, խոսեցիք, չէ՞։ Դուք փրփուրի տակը չեք տեսնում հոսանքները։ Ստալինը 600,000 ռուս հրեա ուղարկե բան Իսրայել, որ կոմունիզմ կառուցեն։ Չլներ այդ համաշխարհային գաբար, ինչ կապ ունի Իսրայելի երազանքը։ Պատմական իրողությունը նպաստեց Իսրայելի։ Մի րոպե, երկրորդը։
Իսրայելը տարեց սերունդները հավատացին եւ պատմության ընթացքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ գերտերությունները, որոնք քաղաքական օրակարգն էին աշխարհի ձևավորում, ցանկացան Իսրայելի ստեղծումը եւ Իսրայելը ստեղծեցին, բայց այդ սերունդները իրանք ցանկացան, ոչ թե հрьяան ցանկացավ։ Իրանք ցանկացան, բայց հрьяաները հավատացին, գերազեցին, իրանք նա կարող էին միլիոն տարի հավատային, ցանկացող պետք է լիներ եւ իրականացնող։ Պարոն Ադիբեկյան, բայց այդ սերունդները կային։ Չլիներ ամեն տարի 3 միլիարդ Ամերիկայի կառավարության ինվեստիցիան բան։ Քրեական մի րոպե։ Բայց կա։ Եթե չլինեն պատմաբանները մի ոսկե կանոն ունեն, եթե նախադասությունը չեն ընդունում, չեն արտասանում նույնիսկ։ Բարի, պարոն, ես խնդրեմ կոմունիստներին, խնդրեմ պարոնայք։ Ես ընդհանրապես մի մեջ բերում, հա, եթե թույլ տաք, ընդհանրապես մի ռեպլիկա։ Իմ համակուրսեցիներից մեկը հրեա էր ազգությամբ եւ շատ վաղուց, մի 20 տարի առաջ տեղափոխվեց Իսրայել, բժիշկ է։ Եվ երբեմն երբ որ կապի մեջ ենք մտնում, ասում եք, գիտես, այս ժամանակահատվածից այս ժամանակահատվածը չեմ կարող, որովհետեւ բանակում պիտի ծառայեմ տարին մեկ անգամ։ Սովետի ժամանակ ընդհանրապես խոսել որևէ տեսլականի մասին, մանավանդ հրեական տեսլականի մասին, ոչ առիթ կար, ոչ էլ համել վտանգավոր էր։ Ասացի չէ։ Այս մարդը այսօր այն ինչի մասին մենք որ խոսում ենք եւ այդ գաղափարախոսությունը, բարոյականությունը, տեսլականը, այսօր այս մարդու կենցաղն է, այսօր այս մարդու ապրելաձևն է։ Եվ եթե սովետի մեջ ձևավորված անհատականությունը կարող է վերափոխվել, եթե այդ իդեոլոգիան, եթե այդ տեսլականը այսօր կարող է այդ մարդուն խոսել բանակում ծառայելու մասին որպես բնական կենսական պահանջի համար, որտեղ նա իր հայրենիքում գնում է իր պարտքը տալու համար, ապա ես համարում եմ, որ իրապես ես համաձայնվեմ, որ այդ տեսլականը, այդ բարոյական կատեգորիան կարող է այդ մեր ասած ռեալ պոլիտիկա ստեղծել։ Խնդրեմ։ Պարոն Բլյան, ինձ թվում է միայն պարոն Ադիբեկյանն է ձեր հետ համաձայն։ Մնացածը Արոն չօգնեցիր։ Լավ, լսենք, վերջապես լսենք կոմունիստներին, խնդրեմ։ Հա։ Գոհար, լսենք, ձեզ քեզ լսում էին։ Խնդրեմ։ Ոչինչ, խնդրեմ։ Ես կարելի ասել բավականին զարմացած եմ լսելով, շատ ուշադիր լսել եմ։ Մոտիկ, միկրոֆոնը մոտիկ։ Շատ ուշադիր լսել եմ բոլորին։ Շատ կարճ, այդ նախաբանը անցեք, հա։ Հрьяաները ուրեմն 2000 տարի առաջ կորցրեցին իրենց հայրենիքը, տարածքները, պետությունը։ Եվ 2000 տարի անց ձեռք բերեցին իրենց նույն տեղը, որտեղ ապրում էին, այդ տարածքի մեծ մասը։ Հիմա մենք կորցրել ենք մեր ամենամեծ հայրենիքը, այսինքն Արևմտյան Հայաստանը եւ նաեւ Կիլիկիան։ Հիմա ուրիշ օտար մարդիկ գրում են, օրինակ Արմին Վեգները գերմանացի է, ասում է հայկական հարցը որպեսի լուծվի, պետք է Կիլիկիան միանա Արևմտյան Հայաստանին, Արևմտյան Հայաստանն Արևելյանին եւ լինի իսկական պատմական եւ մեր երազանքը բայց դե կենացի հասկանալի է, դա 2000 տարի հետո։ Հա, դե հիմա տեսեք։ Գիտեք ինչ կա։ Այսպես հուսալքվածությունը հիմնականում Ազբեկյան դուք հուսալքվածություն եք սերմանում։ Միկրոֆոնով։ Հուսալքվածությունը իմ կարծիքով հուսալքվածությունը ամբողջական էր այստեղ։ Հա։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ուրեմն մենք այսպես մտածում ենք, նպատակ ինչ ունենք, թե չունենք։ Ոչ մեկ այսպես համոզված չարսես թե ինչ ենք ուզում մենք ցեղասպանությունը ճանաչելուց հետո։ Հետո վերջապես ինչ կարևոր է թե քանի պետություն է ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Ինչն է կարևոր։ Կարևորը ցեղասպանության հետևանքների վերացումն է։ Իսկ որոնք են հետևանքները։ Զոհվածներին չես վերակենդանացնի, բարձ է, բայց մեր ամենաշատ ունենք պահանջներ, բայց գլխավոր պահանջմունքը արտարացի պահանջմունքը, դա կորցրած հայրենիքը վերադարձելու հարցն է, որը երբեք չի կարելի մոռանալ։ Մեկ րոպե ունենք։ Դուք հասկացաք մենք ինչ ենք երազում, ինչով ենք ապրում, եւ դուք ըստ էության այսօր ժամանակավրեպ եք մեր իրականության մեջ։ Ուրեմն լսենք 91 թվականի իմ երազը տեսլականը, որովհետև խոսում եք ուրիշ տեսլականներից,
որը փոխանցվել է։ Ես ունեմ 91 թվականի իմ տեսլականը եւ շարունակում եմ ապրել այդ տեսլականը։ Ինչո՞վ է տարբերվում այս տեսլականից։ Այդ տեսլականից տարբերվում է շատ պարզ, որ Հայաստանի Հանրապետությունում 4 միլիոն մարդ, 3.5-3 միլիոն մարդ մրջունի մեղվի նման, հա, բանում է, աշխատում է։ Եվ ամեն օր ու գիշեր 24 ժամ զբաղված է, Արոնի ասելով, համ շատ երեխաներ է ունենում, համ էլ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր ընտանիք զբաղված է ստեղծական աշխատանքով ու շենացնում է այդ հայրենիքը։ Եվ շենացնելիս իր հարևանի հետ մտնում է սովորական, նորմալ, մարդկային, հա։ Ինչ մարդկային հաբեցում, մենք պետք է բերենք մեր փողերը, մեր հողերը, բերում ենք մեթոդի, մենք խոսում ենք մեթոդից, ապրելով։ Երբ որ դու ավելի ընդունակ, ավելի կենսունակ, ավելի զինվել աշխատանքով, ստեղծական աշխատանքով, լսեք, այդպես կամած նվաճում ես, փոխում ես այդ իրականությունը։ Ես մի բանով ուզում եմ ավարտել։ Պատմությունը միշտ դիտում եմ որպես դժբախտություն։ Ես շատ կարճ այլ մտածում։ Դա հարստություն է, դա ժառանգություն է։ Այսինքն մենք ճանաչում ենք թուրքերին։ Մենք պետք է ճանաչենք թուրքերին։ Հա, դրանք կապեր են, դրանք միասին անցած ճանապարհը մի քանի 100 տարի։ Սա նշանակում է պետք է այդ ամեն ինչ վերականգնվի։ Այս ծերունդը պետք է ցույց տա, որ ինքը ունի հարուստ ժառանգություն, կան աղբյուրներ եւ ինքը ունի արդեն այդ քաղաքական միավորը, ունի այդ անտեր գործիքը, այդ քաղաքական անկախությունը, այդ ազատությունը, այդ հնարավորությունը, որպես ում է պետք այդ գործիքը, եթե մենք հանդես չեն գալու հավաքանի։ Հիմա դուք կարող եք խոսել տասնյակ տեսլականից, խոսեք, իրագործողնով է։ Այսինքն խնդիրը դրվում սերնդի առաջ, սերունդը առաջանում է, առավոտը, օրինակ ես հիմա գիտեմ, որ առավոտը արթնանում եմ 24 ժամ ինչով եմ զբաղվելու եւ փորձում եմ իմ 2000 երեխային, 200 ուսուցչին այդ աշխատանքով ներգրավել։ Հիմա եթե 3 միլիոն մարդ աշխատի, իհարկե ժամանակը պիտի քնել արթնանալ, ես բոլորի շնորհակալություն եմ հայտնում, ժամանակը սպառվել է։ Ժամանակը սպառվել է։ Շնորհակալություն, մենք կհանդիպենք, ցտեսություն։